Բարի օր, իմ սիրելի ժողովուրդ։ Այսօր որոշել եմ պատրաստեմ ձմեռային թթու կաղամբով, նեխուրով, լոլիկով, ծաղկակաղամբով, գլոր կծու պղպեղ, դափնու տերև, սիրելի հետևորդներ ջան, գազար, ճակնդեղ։ Հիմա ասեմ ձեզ, վերցնում եմ ամեն միլիտրին 2 ճաշի գդալ խոշոր աղ։ Ես միայն խոշոր աղով եմ դնում, որովհետև ավելի համեղ է ստացվում։ Նայեք, ջուրը 3 լիտր է։ 3 լիտրին վերցնում եմ 6 ճաշի գդալ աղ։ 3 4 5 6 Նորից եմ կրկնում, ջուրը 3 լիտր է, վերցրել եմ 6 ճաշի գդալ խոշոր աղ։ Ես իմ ձևով եմ պատրաստում, սիրելի հետևորդներ, ամեն մարդ մի ձևի է թթուն դնում, բայց ես իմ ձևով եմ պատրաստում ու այն եմ օգտագործում, այն եմ դնում, ինչ որ իմ ընտանիքը սիրում է, ավելորդ բաներ չեմ դնում, պղպեղ չեմ դնում, կծու պղպեղ չեմ դնում, վարունգ չեմ դնում, որովհետև իմ ընտանիքը այն է սիրում, ինչ որ ցուցադրեցի ձեզ, սիրելի հետևորդներ։ Հիմա դնում եմ սկզբից մի 2-3 հատ դափնու տերև տակը, մի քիչ գլոր պղպեղ, կանաչ։ Ես կանաչ եմ օգտագործում, կամ սև, կամ կանաչ, բայց հիմա ես ունեմ ձեռքից տակ կանաչը։ Մի քանի հատ գազար, մի քանի հատ ճակնդեղ, սիրելի ժողովուրդ, Գերմանիայում ցուրտ է, հիմա չգիտեմ, Երևանում մի քիչ ավելի տաք է, հələ երևի շուտ է թթվի համար, բայց ես ամեն տարի, որ հոկտեմբերի 1-ին, 2-ին ես իմ թթուն դնում եմ, սիրում են թորնիկներս այդ ձևի։ Հիմա, սիրելի ժողովուրդ, այսպես եմ դնում, շերտ, կտրատել եմ այս չափի, որ կարմրությունը բոլորին հասնի։ Դրեցի սամիտ, կանաչ, թարմը և մաղադանոց թարմը, քիչ, ամեկից մի քիչ, շերտերով սիրում կբաժանեմ։ Հիմա նորից նույնը կկրկնեմ, կդնեմ գազար, սիրելի հետևորդներ, հիմա այս մյուս շերտը կաղամբը դրեցի տակը, հիմա այս մյուս շերտը կդնեմ ծաղկա կաղամբը։ Մի շերտ նրանից։ Հիմա սիրելիներս, դրեցի ծաղկա կաղամբը, երկրորդ շերտը, հիմա նորից կշերտավորեմ։ Կդնեմ մի 4 հատ լոլիկ, չէ, կարծիքով 3 հատ այս շերտին բավարար է։ Կդնեմ գազար, կգցեմ պղպեղը, սիրելի հետևորդներ ջան, մի քանի հատ նորից դափնու տերև, և հիմա երրորդ շերտը նորից, սիրելիներս, նորից կդնեմ կաղամբը։ Համարում եմ այս փոքր մեծ դույլը ավարտված, նույն ձևի հիմա պետք է դնեմ երկրորդ դույլը, բայց ինձ թվում է, որ նկարելու կարիք չկա, արդեն պարզ եղավ, ինչ տարբերություն, ոնց առաջինը, նենց էլ երկրորդը, որպեսզի ոչ ձեր ժամանակը խլեմ ձեզանից, ոչ էլ իմ ժամանակը։ Հիմա մի քիչ է պետք է խառնեմ, չմոռանամ ասելու, որ ես վերցնում եմ գոլ ջուր, սառը ջուր չեմ վերցնում, ես վերցնում եմ գոլ ջուր և թողելու եմ դրսում ու մի շաբաթ հետո արդեն ստուգեմ, կնայեմ, եթե թթվել է, արդեն կդնեմ սառնարան, որովհետև չեմ ուզում, որ խոհանոցը ստեղ մի քիչ տաք, եթե թթվեց, պետք է դնեմ սառնարան։ Մի քիչ ջրի հետ խառնեմ, որ աղը լուծվի։ Հիմա, սա 3 լիտր է, չենք մոռանում։
պակասեց, հիմա կլցնեմ մի հատ էլ 2 լիտր, սա 2 լիտր է, վերցնում եմ 4 գդալ, նորից եմ ասում ճաշի գդալ աղ, սա 2 լիտր, ջուր է, 4 ճաշի գդալ աղի հետ միասին, իմ սիրելի ժողովուրդ, տեսեք առանց որևիցե բանի աշկաչափով դրեցի և սիրուն ջուրը եղավ, կարող եմ մի 200 գրամ էլ լցնեմ իմ կարծիքով, դե սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, այսքանով ավարտում ենք նկարահանումը և սպասում ենք մինչև թթվի, նորից կներկայանամ ձեզ, ցույց կտամ ինչ գույն ունի իմ թթուն և ինչպիսի թթու է ստացվել, համով է, համով չէ, ես ձեզ կասեմ, մեզ մնում է սիրելիներս հետևել, հավանել և տարածել, մնացեք Ռոզա տատիկի հետ, ես ձեզ շատ սիրում եմ, դե սիրելիներս, մնաք բարով։